խոսակցության ավարտը այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի բարձրաբանումը։ Դրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետը հստակ ասել է, եւ ես երկրորդում եմ իր ասածը, կամ պետք է պարզ լինի, որ նման բան չկա, այդ պարագայում կարծում եմ որևիցե խոսակցություն շարունակելու կարիք չի լինի, կամ մարդը պետք է բարձրաձայն ասի, այդպես բան կա, թե չկա, եւ չկա։ Եթե նման բան կա, պետք է ոնց, հիմա ես օրենք խախտեմ ու մնամ, ես հիմա որ ենթադրենք մեծ կոռուպցիոն ինչ-որ բան լինի, ասեմ, չգիտեմ, ասել եմ մի անգամ, ընդդիմության բացակայող ընդդիմադիրների աթոռները վաճառեմ, փողը դնեմ ջեբս, ասեք դե հիմա ինքը պետք է հեռանա, բա ինչ պետք է անեմ, ինքը բա ինչ պետք է անի ուզում հասկանամ։ Այսինքն եթե բացվի պետք է հեռանա, պարոն։ Դուք կա գնա ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի, դեռ ինչի պատմության մեջ թագավորներ են հեռացել։ Անգլիայի թագավորներից մեկը դրա պատճառով հեռացել է, էլի մարդիկ են հեռացել հայտնի մարդիկ, բայց ինչ պետք է արել։ Ամենից խնդրում եմ պարոն Սիմոնյան։ Մի հարց։ Ասա Կարինա ջան։ Ես կողքասին որ ես կվացեմ։ Այս արշավը ուղիղ կապ ունի, այսպես շատ զուգահեռ սկսվեց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը եւ մեղադրեց հայ ռակելական եկեղեցուն, Էջմիածինը գրեթե համարեց այսպես իրենց հոգևոր կենտրոն եւ այս ֆոնին սկսվեց լուրջ նույն կայլացած երկրորդ փուլը հայ ռակելական եկեղեցու դեմ արշավը։ Սրանք ուղիղ կապ ունեն։ Կապ ունի նաեւ Շվեյցարիայում կաթողիկոսի մասնակցությամբ արցախահայերի Ես չգիտեմ երեխան ինչի հետ կապ ունի, մեկ երկրորդը մենք չենք հետևում որևիցե մեկի երեխան ունի զավակ թե չունի զավակ կաթողիկոսը եւ մենք չենք հետևում նման բաներին եւ ես հասկանում եմ որ Ռոբերտ Քոչարյանական շրջանակները փորձում են ամեն ինչի բան գտնել, բացատրություն գտնել, այդ Facebook-ում տարբեր բաներ գրել եւ փորձում են այսօր վարչապետը շատ ճիշտ նկատեց, որ փորձում են, երբ որ արդեն ապացուցված գրեթե փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, իրանք փորձում են մնացածին էլ կաշառակեր սարքեն, որ որևիցե ձևով չտարբերվեն եւ փորձում են այդպես բան ստեղծել։ Նման բան չկա, չի կարող լինել եւ դա Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված մարդկանց զառանցանքն է, որին ես որևիցե այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ, էլի։ Ասում են Ալբանիայում Ալիևի հետ խոսակցության ժամանակ է պայմանավորվածություն եղել, նաև Արցախի հետ կապված։ Այդ ասողները սեղանի տակ են եղել։ Այդ տեղեկություններ տարածողը սեղանի տակ են եղել, ուրեմն գնացեք իրենց հարցը։ Որևէ պահանջ ասում եմ, որ այդ մարդիկ, ովքեր որ փորձում են նման բան ասել, սեղանի տակ են եղել, եւ միայն այդ դեպքում կարող են նման բան ասել։ Ղարաբաղի Հայաստանում որևիցե Ղարաբաղյան կառույց չկա, ինչ կառույց էլ կա, որ կարելի է անվանել ինչ որ կառույց, դրանք ՀԿ-ների մակարդակից ավել չեն կարող լինել, հակառակ պարագայում ես վստահ եմ ու պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմինները իրենց արձագանքը տան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դա պետություն է եւ պետության մեջ այլ որևիցե կառույց չկա, գոյություն չունի, չի ճանաչվում որևիցե մեկի կողմից եւ չի կարող լինել։ Արդյոք իշխանությունների ոչ մենք կրված ենք իրար հետ։ Բայց արդյոք տեղավորվում է։ Այ լուրջ ընդունեցիր, գնացիր շատ։ Կտաս, սպասի։ Լսում եմ, չեմ գնում ստեղ, լսում եմ։ Սպասում եմ ավարտեցի։ Արդյոք իշխանությունները սարսափած են վերջին հարցումների տվյալից, որտեղ եկեղեցին համեմատում բարձր վարկանիշ ունի շուրջ 71%, իսկ իշխանությունը հակառակ թվերը 17% եւ դրա հետ կապված արդեն այս դիվերսիան սկսել է։ Այսինքն ընդունում ենք, որ եկեղեցին քաղաքական կառույց է եւ քաղաքական իշխանությունը պետք է այլ քաղաքական կառույցից սարսափի մեջ ունի։ Ժողովուրդ, եկեղեցին ինձ որ հարցնեն, ինձ էլ որ այդ հարցումին ես մեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես վստահում եմ մեր եկեղեցուն եւ չեմ վստահում օրինակ այլ եկեղեցու բանին։ Հարցումը լավ, ուզում հասկանամ գրագետ մարդկանց քանակը տենց կտրուկ իջել է Հայաստանի Հանրապետությունում, որ ինչ որ մարդիկ փորձում են տենց համեմատականներով անել։ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չի։ Այդ ձեր ասածը հենց լեզվա մտածելակերպ է, այսինքն դուք համարում եք, որ ինքը կարող քաղաքական մտածելակերպ է։ Չէ, ուղղակի դուք հանրային այդ բանը կարող չեք հաշտ չեք, որ չի կարա, որտեղ այդ եկեղեցու հետևորդը ես եմ եւ քաղաքացիական պայմանագրի ընտրողը եւ չգիտեմ մնացած կուսակցությունների ընտրողները նույնպես հայ առաքելական եկեղեցին համարում են ամենակարևոր կառույցը, բայց նորից եմ ասում հայ առաքելական եկեղեցին եւ անհատները
Դրանք տարբեր Լյուդովիկոս 14-ը չի եղել պետությունը դա ես եմ կամ եկեղեցին դա ես եմ։ Ժողովուրդ այդ մարդիկ կամ այդ մարդկանց մեջ կան մարդիկ նորից եմ ասում մոռացել են իրան ծառաներ են, այդ եկեղեցականները, ում մասին որ խոսում են, դե հիմա ուզում եք անունները տամ, այդ սաղ ես անեմ, չէ, անունները բոլորը գիտեք։ Դուք եք մտել մարդկանց ննջարան։ Բոլորը, ես որևիցե մեկի ննջարան չեմ մտել, որևիցե մեկի ննջարան չեմ մտել, հոգևոր կառույցի մասին ենք խոսում եւ կառույցի մասին, որտեղ որ կոնկրետ կանոններ գոյություն ունեն եւ այդ կանոնները խախտվում են, որևիցե մեկի ննջարան չի մտել եւ իրավունք չունի։ Հանրային տեսանկյունից դիտարկենք այս Ուրիշ թեմա կա։ դա եմ ասում։ Մենք տեսեք անվտանգային թեմաներ ունենք, տնտեսական թեմաներ ունենք, չնայած վարչապետն ասում է Շատ թեմաներ ունենք, շատ։ Այո, հավա շատ թեմաներ այդպես չի պատկերել։ Հիմա այդ թեմաները թողած, այսինքն իշխանության ամբողջ զբաղմունքը այս հարցն է։ Ինչո՞վ ասես որ իշխանության ամբողջ զբաղմունքը դա։ Ամեն օր Ձեզ թվում է ամեն րոպե 3 այո։ Ձեզ թվում է տենց ասենք այդ հարցով կամ այն հարցով իրավաբան չի, ով այսօր ինչ ասես քննարկումը, բարև ձեզ։ Ով ասես այսօր ինչ ասես քննարկումը, դաշտը բաց է եւ ազատաբար յուրաքանչյուր մարդ քննարկել ինչ ուզում է։ Այսինքն ավելի առաջնային Այսինքն դες թվում է տենց մենք բոլոր գործերը դրանից տուժում է եւ դրանից հետո էլ արդեն այնքան հուզված ենք լինում, էլ որ օրակարգ բերեք անվտանգային հարցեր։ Ուրեմն օրակարգ բերեք դուք արեք դա։ Այսինքն եթե տեսեք, մենք օրակարգ ենք ստեղծում, բայց դուք գալիս եք եւ օրակարգ եք դարձնում այն, որը որ այսօր խոսացվում է։ Ուրեմն երկրում բազմաթիվ բաներ է փոխվում, օրենքներ է ընդունվում։ 550 օրենք ենք անցյալ տարի ընդունվել։ Քանի անգամ եմ ես եկել ստեղ, դուք ինձ հարց եք տվել օրենքի մասին։ Հələ հիշացրեք։